Ռուսաստանը կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ռուսական լրատվամիջոցներն են հայտնում, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն է նամակահղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացման ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ-ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը։ Ցիվիլևի ձևակերպմամբ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և Ռուսաստանի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի համար գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։ Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ, այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման, արտահանման մաքսատուրքերը։ Ըստ համաձայնագրի Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես Ռուսաստանի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ, մինչև դրանց ամբողջական կատարումը։ Ի դեպ, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, թե ռուսական կողմից որևէ գրություն կամ նամակ չեն ստացել Հայաստանին բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Օրեր առաջ Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի պատճառներ, արդյունքներ և հետևանքներ կլոր սեղանի շրջանակում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից առաջարկել են Երևանի ռուս պաշտոնյայի ձևակերպմամբ ոչ բարեկամական քայլերին ի պատասխան Հայաստանին մատակարարվող գազի արտոնության պայմանագիրը վերանայել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ ըստ Ռուսաստանի փոխվարչապետի քաջ գիտակցում է անդամակցությունից ստացվող արտոնությունները։ Հայաստանը, որքան մեզ հայտնի է, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այնտեղ շատ լավ հասկանում են և արտոնությունների ծավալը և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալը։ Առևտրի նման ծավալը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գործում են Հայաստանի համար։ Դրանք են զրոյական մաքսատուրքերը, ներդաշնակեցված ստանդարտները և տեխնիկական կարգավորումները։ Այսօր մեր շուկաները բաց են, տեղի է ունենում ապրանքների ազատ շարժ, ուստի հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունը, որն իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը և չեն ցանկանում դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարող գազի գինը չի կարող թանկանալ, քանի որ ըստ նրա Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։ Ի դեպ, Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի բնակչությունը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ թե ԵՄ կազմում։ Հավանական է, որ մոտակա ԵԱՏՄ նիստի ժամանակ ուղղակի հարց բարձրացվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ծառայեցնելու վերաբերյալ։ Հայաստանի գործադիրի ղեկավարը հայտնել է նաև, որ հայ ժողովուրդն ունի այլընտրանք, եւ ըստ նրա այս ամենի դեմ սպառնալիքներով պատասխանողները իրենց դեմ են գործում, առաջարկ ներկայացնելու փոխարեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։